Բարեկամս, ես քեզ կոչ եմ անում, որ դու քո կյանքում ճիշտ ընտրություն կատարես, որ դու ընդունես Հիսուս Քրիստոսին, որ դու ճանաչես Հիսուս Քրիստոսին, որ դու նրան ընդունես որպես քո անձնական Տերը եւ քո անձնական Փրկիչը, բարեկամս։ Եվ դա կլինի քո կյանքում կարևոր որոշումը, բարեկամս։ Ես ու դու պիտի հասկանանք, որ առանց Հիսուսի մենք գնալու տեղ չունենք, առանց Հիսուսի չկա հույս, չկա ապագա, միայն Հիսուս Քրիստոսն է մեր ամեն հարցերի պատասխանը, բարեկամս։ Մի վախեցիր մարդկանցից, մի ամաչիր մարդկանցից։ Հիսուս այսպիսի խոսքեր ասեց, բարեկամս, Հիսուս ասեց, ով որ ինձ մարդկանց առաջ դավանելը ամոթ համարի, ես էլ նրան պիտի ամոթ համարեմ դավանելը հրեշտակների եւ հոր առաջ։ Եվ շեշտեց նույնիսկ, ասեց, ով որ այս շնացող եւ մեղավոր ազգի մեջ ինձ դավանելը ամոթ համարի, ես էլ նրան ամոթ պիտի համարեմ դավանելը երկնքում։ Ուրեմն սիրելի բարեկամս, մարդկանց մի նայիր Աստծուն։ Ես կոչ եմ անում քեզ, որ դու ճանաչես Աստծուն։ Ես կոչ եմ անում քեզ, որ դու լուրջ նայես կյանքին։ Ես կոչ եմ անում քեզ, որ դու ապաշխարես։ Ես կոչ եմ անում քեզ, որ դու գտնես Հիսուսին, որ դու ճանաչես Հիսուսին։ Կարդա Աստվածաշունչը, սիրելիս։ Աստվածաշունչը լույս է մեր ճանապարհի համար։ Աստվածաշունչը ճրագ է մեր ոտքերի համար։ Չեմ ուզում երկարել, ես քեզ ուզում եմ կոչ անել, որ դու ընտրես Հիսուս Քրիստոսին որպես քո անձնական Տեր ու Փրկիչը, որ դու ընտրես Հիսուս Քրիստոսին որպես քո ճշմարիտ միակ ճանապարհը։ Խնդրիր Աստծուն, բարեկամս, որ նա քո կյանքդ փոխի, որ նա ազատագրի քեզ ամեն տեսակի մեղքերից, ամեն տեսակի կեղտերից։ Ես քեզ խորհուրդ եմ տալի, որ դու միաբանվես ճշմարիտ քրիստոնյաների հետ, որ դու սկսես աղոթ կանել, սովորես աղոթ կանել, փնտրես Աստծուն, կանչես Աստծուն, առանձնանալով քո ներքին սենյակում, որ դու սկսես Աստվածաշունչ կարդալ, մի խոսքով, որ դու փնտրես եւ ճանաչես Աստծուն։ Թող Աստված օրհնի քեզ եւ այս խոսքերը քեզ ճիշտ ուղղությամբ տանեն եւ Աստված քո կյանքը նոր կյանք դարձնի Հիսուս Քրիստոսով։